Սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, օգոստոսի 8-ին շրջադարձային ես կարող եմ ասել, որ դրանից մի ամիս առաջ միգուցե անհավատալի ձեռքբերումներ են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, եւ մենք անկախությունից ի վեր հնարավորություն ունենք, փաստաթղթավորված գործնական հնարավորություն ունենք ապաշրջափակվելու, լինելու ապաշրջափակված քաղաքականապես, տնտեսապես, ինչու՞ չէ նաև ռազմական առումով։ Եվ այս ուրեմն հայտարարությունը, որը մենք քննարկում ենք, եւ այն փաստաթղթերը, որը ստորագրվել են, այն մասին է, թե ինչպիսին մենք պետք է լինենք որպես պետություն, եւ այն մասին է, թե ինչպիսին ենք մենք դրանից առաջ, ինչպիսին չենք մենք դրանից առաջ։ Հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները, բաց սահմանները էլ ավելի են ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, տնտեսությունը եւ բնականաբար նաեւ իրավակարգերը։ Եվ հենց սրա դեմ են ըստ էության պայքարում տխրահռչակ ուժերը, որոնք ըստ էության այսօր, ինչպես արդեն արձանագրեցինք, պահը օգտագործեցին եւ փախան դահլիճից, որ ներկա չգտնվեն Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս փաստաթղթերի վերաբերյալ հայտարարության տեքստի քննարկմանը եւ դրա ընդունմանը։ Այս ուժերը այո պայքարում են ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց նրանք երևի թե չգիտեն, որ այդ պայքարում ի սկզբանե ջախջախված են։ Սիրելի հայրենակիցներ, մենք պատմական ձեռքբերումներ ունենք եւ ամրացնելու ենք այդ ձեռքբերումները, ամրացնելու ենք խաղաղությունը եւ միասին կառուցելու ենք ազատ ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե ժողովրդի պետությունը։ Շնորհակալ եմ։